Կալանավոր Հայկ Ստեփանյանն արդեն 50 օր է սնունդ չի ընդունում։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մայիսի 11-ից հացադուլ հայտարարած 50-ամյա տղամարդու առողջական վիճակը ըստ դիտորդների շատ ծանր է։ Քաշից գալի կորուստ կա, գիտակցության ժամանակավոր կորուստներ կան, որտեղ երբ խոսում ես դրվագային է ավելի միտքը, հիշողության խանգարումներ կան եւ մեկ օր առաջ իր ասելով նաեւ ուշագնացության վիճակում է եղել, ընկել է եւ չի ահզանգել, նաեւ դրան վերաբերյալ հետո են եկել զննության եւ հնարավոր են նաեւ որոշակի խնդիրներ կապված այդ ընկնելու եւ հարվածի հետ, որը մինչեւ վերջ կարծես թե հետազոտված չէր։ Դիտորդական խումբը Կալանավորին տեսակցել է հացադուլի 45-րդ օրը, իսկ 3 առողջական ծանր վիճակում գտնվող Ստեփանյանը ներկա է եղել իր գործով դատական նիստին, հույս ունենալով, որ կփոխվի խափանման միջոց կալանքը։ Տեսքից էլ հասկացում եմ, որ վիճակը ծանր է, լավ վիճակում չի գտնվում։ Առաջին հիմքը առողջական վիճակն է, որովհետև այս առողջական վիճակի հետ կապված իրական մտահոգիչ է։ Բազմիցս ինքս էլ փորձել եմ Հայկ Ստեփանյանի հետ պահել այդ ծայրահեղ քայլից, բայց վերջինս իր քայլերը անդրդվելի է ու շարունակում է, այսպես ասեմ։ Հացադուլը իրականացնել եմ, քննարկվում է Հայկ Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը, իր առողջական վիճակի վերաբերյալ հարցում է իրականացվել, որպեսզի ստանանք համապատասխան փաստաթղթեր եւ այդ փաստաթղթերի հիման վրա արդեն որոշումը կայացվի։ Ստեփանյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հոդվածների հատկանիշներով։ Չի ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն հացադուլի դիմել է ոչ միայն սրա, այլև անչափահաս երեխաներին տեսակցելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով։ Ավելի քան կես տարի է նրանք խնամքի կենտրոնում են։ Երեխաները արդեն տևական քանի ամիս նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից թե 18-ից չեմ հիշում, բայց իրենք անջատ են պահվում ու ամիսներ շարունակ ոչ երեխաներին կարողացել է տեսակցել, վերջերս նոր միայն այդպիսի հնարավորություն ստացել։ Մյուս կողմից էլ մի որոշակի շրջանում անգամ այդ շփումը արգելված է եղել դատարանի որոշմամբ։ Այսպայն այդպիսի արգելք չկա, բայց այնուամենայնիվ երեխաների հետ շփման արգելքը ու հնարավորության բացակայությունը բնականաբար ազդեցություն ունեցել է Ստեփանյանի այդ ծայրահեղ քայլին դիմելու վրա։ Ստեփանյանը եղել է այն նույն խցում, որտեղ պահվել էր արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանը։ Ազատ արձակվելուց հետո Օսիպյանն այնտեղի պայմաններն անմարդկային էր որակել։ Այնտեղ մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք այս եղանակին, ուրեմն այդ տաքացուցիչը լրիվ միջև վերջը միացած, որ կարող ենք երկարաթև այնց նորմալ էլի շորերով նկողային հարկա, ընդհանրապես արև չենք տեսնում։ Ու բացի դրանից այդ ցաղ մի կողմ հոտը կանալիզացիա հոտը սպանում է։ Դուրն ենք բացում կանալիզացիա հոտն է գալի, պատուհան ենք բացում աղբանոցի հոտն է գալի։ Միակ տարբերակը նրանն է, որ սիգարետը այնքան ծխենք, որ սիգարետի հոտով այդ հոտը խլացնենք, ոնց որ մոխարամանամ նստած ենք։ Հացադուլի միջոցով խնդրի մասին ահազանգեն անազատության մեջ գտնվող անձանց համար ամենից հաճախ կիրառվող միջոցն է շարունակում մնալ։ Դեպքերից մի քանիսը ողբերգական ավարտ են ունեցել։ 2017 թվականի մարտի 16-ին 25-օրյա հացադուլից 10 օր անց մահացավ հացբերող անունով հայտնի Արթուր Սարգսյանը։ 2019 թվականին 44-օրյա հացադուլը դադարեցնելուց 10 օր անց սրտամկանի ինֆարկտից մահացավ Հայոց արծիվներ կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը։ Որքանով են այսօր հացադուլի մեջ գտնվողները պատշաճ ուշադրության արժանանում։ Աշխատում են թե բժիշկները եւ թե քրեակատարողական հիմնարկի սոցիալական ծառայությունները, որպեսզի անձը օր առաջ դադարեցնի հացադուլը։ Ես երաշխավորում եմ, որ անձի համար ցուցված բժշկական ծառայությունները միանշանակ տրամադրվում են եւ բոլորը հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից, թե դեղորայքային ապահովման, թե հետազոտություններ անցնելու եւ թե նաեւ բժշկական ծառայություններ ստանալու։ Չնայած նախարարը վստահեցնում է, սակայն իրավապաշտպանները եւ դիտորդական խումբը շարունակում են բարձրաձայնել։ Կալանավորները եւ դատապարտյալներն առաջինը բողոքում են բանտերում բժշկական ծառայության որակից, ոչ պատշաճ երբեմն ուշացած բուժօգնությունից, ինչպես նաեւ դեղորայքային բուժման եւ շարունակական բժշկական հսկողության բացակայության կամ ոչ բավարար ապահովման մասին։